Այս տղաները հնդիկներ չեն, այլ հայ կրիշնայականներ 1997 օգոստոսի 21-ին նրանք համերգով հանդես են գալիս Հնդկաստանի անկախության օրվա առիթով։ Մի քանի հայ մտավորական այսօրը ցավում է, որ հայերը հնդիկներին գիտեն հնդկական լացակումած ֆիլմերով։ Նույն օրը Հայաստանի արտգործնախարարությունում Սիրիայի արտաքին գործերի փոխնախարարը հուսով է, որ երկրի դրոշը կծածանվի հայկական հողի վրա։ Նա Հայաստան էր եկել Սիրիայի դեսպանատուն բացելու աշխատանքներն արագացնելու համար։ Հայաստանի փոխարտգործնախարար Վարդան Օսկանյանը հիշեցնում է, որ Սիրիան մեծ շուկա է մեր պետության համար։ 4 ամսյա բացակայությունից հետո Հայաստանը վերադառնում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինը։ Նա Հայաստանից բացակայում էր օնկոլոգիական խնդիրների պատճառով, օդանավակայանում նա երախտապարտ է Աստծուն, որ իրեն վերադարձրեց Հայաստան։ Այս 4 ամիսների ընթացքում Փառք Աստծո դարձյալ, որ անհանգստությունը ֆիզիկական, որ ունեցել էի, մեծամասամբ տարմանվեց եւ այլևս ես ի վիճակի եմ իմ գործը շարունակելու։ Մի դռնանի խեղճ ու կրակ ավտոբուս չեմ կարողանում քաղաքից անեմ, բա կազոնուներ կարող եմ ունելու, գուտեն ինձ։ Երևանի նոր քաղաքապետն իր գործը սիրում է հանգիստ անել։ 1998 օգոստոսի 21-ին լրատվամիջոցների հետ հանդիպմանը նա ասում է, որ երևանցին պիտի իմանա, թե ինչ խնդիրներ ունի քաղաքը, եւ առաջին անգամ այս մարդը խոսում է քաղաքից ծխախոտի գովազդը վերացնելու մասին։ Ծխախոտը չպետք է ռեկլամվի, նույնիսկ Grand Tobacco ներն ուրիշ է, չէ։ Նույնիսկ դա։ Արմենակ Արմենակյանի ընտանիքը 2000 թվականի այսօրը չի կարողանում մասնակցել հոկտեմբերի 27-ին սպանված պատգամավորի միջոցներով վերակառուցված Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու Բաքում նրա հիշատակին նվիրված արարողությանը։ Պատճառն այն է, որ Արմենակյանի կնոջը տեղափոխել էին հիվանդանոց։ Այսօրը նրանց ամուսնության տարեդարձի օրն է։ Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ Արմենակը մեզ հետ չի միայն այն պատճառով, որ երբ նրան ասեցին ծնկիր, նա չծնկեց ուղղակի։ 2000-ի օգոստոսի 21-ին լրանում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պաշտոնավարման 100 օրը։ Թիվն ամփոփելիս Ռոբերտ Քոչարյանն ասում է. ուժեղ է այն կառավարությունը, որի ծրագրերը վավերացնում է խորհրդարանը։ 100 օրվա ընթացքում այս վարչապետին հաջողվել էր կտրուկ մեծացնել բյուջետային մուտքերը։ 2000 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ փաստաբան Ռուբեն Ռշտունին հոկտեմբերի 27-ի հետևում որևէ ուժի դերակատարում չի տեսնում։ Փաստաբանը ահաբեկչության գործով Հարություն Հարությունյանի պաշտպանն էր, որին ըստ նրա անհիմն էին ձերբակալել։ Արհեստականորեն ամեն ինչ արվել է, որպեսզի շարունակեմ, որպեսզի հասնի պրեզիդենտին։ Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետ Վլադիմիր Նազարյանը Սահմանադրական դատարանում զարմանում է, թե Հայաստանի անկախության հռչակագրում ինչ գործ ունի Գերագույն խորհրդի պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայերի եղձերի իրականացման գործում։ Նորմալ պետություններում գիտակցում են երկրի ճակատագրի առջև պատասխանատվությունը։ Գագիկ Հարությունյանը նկատում է, որ հռչակագրով ժողովուրդը փորձեց ձևակերպել անկախ պետականությունը եւ կոչ է անում հռչակագիրը հրապարակել Սահմանադրության հետ մեկտեղ։ Անհնարին էր այս գործընթացը սկսել վերաբերմունք չարտահայտելով սեփականության նկատմամբ ընդհանուր սեփականության, վերաբերմունք չարտահայտելով ինքնիշխանության էլեմենտների հաստատման նկատմամբ, միաժամանակ հստակ վերաբերմունք չարտահայտելով պետականության կերտման սկզբունքների նկատմամբ։ 11 տարեկան այս տղան ծնվել է Հայաստանի հռչակագրի օրը։ Հռչակագրի 11-ամյակի առիթով նրան հրավիրել էին կառավարության նիստերի դահլիճի մոտ կարդալու հռչակագրի տեքստը եւ բացելու շատախտակը։ Արդեն հայերը ազատ են, կարող են իրենք իր ազգում ազատ կան իրենց։ Երկրի քաղաքացին իր երկրի անկախության համար այսօր պատրաստ չէ պայքարելու։ Հայաստանի բնակչության չգիտեմ որ մասը, բայց այսօր իր անկախությունը չի սիրում։ Լավ է, որ կառավարությունը անկախություն բառը այդպես հանգիստ արտասանում է։ 2001-ի այսօրը Ռոբերտ Քոչարյանը խոստովանում է, որ հենց ինքն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել Ռուսաստանին ունեցած արտաքին պարտքի դիմաց հայկական որոշ ձեռնարկություններ դարձնել հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն։ Այսօր նա կառավարությունում էր, որտեղ երկար ժամանակ չէր եղել զբաղվածության պատճառով, փոխարենը հետևում է հոկտեմբերի 27-ի դատավարությանը։ Իհարկե հետևում եմ դատավարությանը, բայց երևի նկատել եք, որ որևէ կարծիք չեմ հայտնել եւ շարունակելու եմ չհայտնել։
Ռուս հոգեբան Նադեժդա Տարապլինան դատարանում ներկայացնում է հոկտեմբերի 27-ին ազգային ժողովի դահլիճում Նայիրի Հունանյանի վարքի ուսումնասիրությունը, նա գործել է գիտակցված եւ ինքնատիրապետումով։ Ըստ ռուս հոգեբանի Հունանյանն իր մասին չափազանց մեծ կարծիքի է, ինքն անձամբ է խոսել Հունանյանի հետ։ Նրանից սպասելի էր հոկտեմբերի 28-ի նման հանցագործությունը եւ կարող են օգտագործել։ Հունանյանի սրտով չէ ռուս հոգեբանի եզրակացությունը։ Այս պիտի գործեր։ Այս ժամանակ에 պարտադիր ես դրական դեպքերի հետ հանդիպան։ Այսինքն հստակ միտումնավոր որոշված կարգավորված արդեն նախապես վերված տեքստով գործողություն է սա։ Ես իմաստը չեմ տեսնում դա քրեական գործիքացիաները 2008-ի այսօրը Սերժ Սարգսյանն այցելում է հարկային ծառայությունն ու հայտարարում վատ եք աշխատում։ Նախորդ օրը նա ծառայության պետի պաշտոնից ազատել էր Վարհան Բարսեղյանին եւ նրա փոխարեն ներկայացնում էր կառավարությանն առընթեր նորաստեղծ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին։